Եվ ինչպես անում ենք միշտ փորձենք մեկ հատ վերհիշել նախորդ հատվածը, որից հետո նաև այսօրվա հատվածը կսկսենք միասնաբար սերտել ու հասկանալ։ Ուրեմն նախորդ հատվածը հետևյալն էր։ Մի քանի օր հետո, երբ նա դարձյալ Կափառնայում մտավ, լուր տարածվեց, թե տանն է, եւ շատերը հավաքվեցին այնպես, որ այլևս տեղ չմնաց ոչ իսկ դռան առջև, եւ նրանց քարոզում էր Աստծո խոսքը։ Եվ եկան նրա մոտ բերելով մի անդամալույծի, որին տանում էին 4 հոգով։ Եվ երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին երթիկ այն տան, ուր գտնվում էր նա, եւ բացելով առաստաղ իջեցրին այն մահիճը, որի մեջ էր անդամալույծը։ Եվ Հիսուս տեսնելով նրանց հավատը անդամալույծին ասաց. «Որդյակ, քո մեղքերը քեզ ներված են»։ Օրենսգետներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. «Այս ինչ է խոսում, սա հայոյում է, ով կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն Աստված»։ Եվ Հիսուս իր հոգում իմացավ, որ այնպես են խորում իրենց մտքում, ուստի նրանց ասաց. «Ինչու ձեր մտքում այդ եք խորում, ո՞րն է ավելի դյուրին, անդամալույծին ասել քո մեղքերը քեզ ներված են, թե ասել վեր կաց առ մահիճդ եւ գնա քո տունը»։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը, ասաց նա անդամալույծին. «Քեզ եմ ասում, վեր կաց առ մահիճդ եւ գնա քո տունը»։ Եվ վեր կացավ ու անմիջապես վերցնելով մահիճը բոլորի առաջ դուրս ելավ, այնպես որ ամենքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։ Եվ նա դարձյալ ծովեզերք գնաց եւ ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս եւ նա ուսուցանում էր նրանց։ Եվ միշտ անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ Մաքսադանը նստած գործի վրա էր ու նրան ասաց. «Արի իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ, գնաց նրա հետևից, եւ երբ Հիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ ու մեղավորներ էլ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա հետևից գնում, իսկ օրենսգետներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսավորների եւ մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչու եք մեղավորների եւ մաքսավորների հետ ուտում եւ խմում»։ Երբ Հիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին, եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։ Եվ հիմա մեկ վարքյան, եթե կարելի է, ուղղակի ուզում եմ այս բանը հանել։ Շատ լավ, որ մեծանա էկրանը։ Հիմա այսօրվա պահը, այսօրվա նյութը։ Okay։ Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում, եկան եւ ասացին նրան. «Ինչու Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Միթե կարելի է, որ հարսնանքավորները ծոմ պահեն, երբ Փեսան նրանց հետ է, այնքան ժամանակ, որ Փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն։ Բայց կգան օրեր, երբ Փեսան նրանցից կվերցվի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն։ Նոր չօգտագործված կտավի կտորը ոչ ոք հնացած գեստի վրա չի կարկատի, ապա թե ոչ նոր կտորը ամբողջությամբ հինձ գեստից կփոկվի եւ պատռված քավելի վատ կլինի։ Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինին չի լցնի, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափի եւ տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։ Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով, եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ Եվ փարիսեցիները նրան ասացին. «Տես, քո աշակերտները շաբաթ օրով ինչ են անում, մի բան, որ օրինավոր չէ»։ Հիսուս նրանց ասաց. «Դուք երբևիցե չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթ, երբ կարիք ունեցավ եւ քաղցկաց, ինքը եւ նրանք, որ իր հետ էին, թե ինչպես Աբիաթար քահանայապետի օրով մտավ Աստծո տունը եւ կերավ առաջավորության հացը, տալով նաեւ նրանց, որ իր հետ էին, մի բան, որ բացի քահանաներից ուրիշների համար օրինավոր չէր ուտել, եւ ասաց նրանց. շաբաթ օրը մարդու համար է եւ ոչ թե մարդը շաբաթ օրվա համար, ապա ուրեմն մարդու որդին Տերն է եւ շաբաթ օրվա»։ Ուրեմն այս հրաշալի համարն է, որ այսօր միասնաբար պիտի փորձենք սերտել ու անընդհատ, եթե կհիշեք, մենք խոսում ենք այն մասին, որ Աստվածաշունչ Մատյանը սերտելու ձև ունի։ Ու մի քանի կետ ուզում եմ հիշեցնել։ Ընդհանրապես այս համարը, որ մենք տեսանք Մարկոս 2-ի մեջ, նաև կա Ղուկաս 5-ում ու նաև կա Մատթեոսի ավետարանում։ Եվ ինչն է 9-րդ գլխի մեջ, եւ ինչն է կարևոր, եւ երբ որ համադրում ենք 3 ավետարանիչներին, որ կոչվում է համատեսական, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, տեսնում ենք, որ մեկը մյուսին լրացնում է։
Եվ սա շատ կարևոր է որ հասկանանք։ Դրա համար երբ որ տանը ընթերցում ենք, երբ որ տանը սերտողություն ենք անում, խնդրում եմ, երբ որ կկարդաք մի հատվածը, նայեք, եթե արդյոք նույն հատվածը մանավանդ ավետարանների մեջ ուրիշտեղ գրված է թե չէ, եւ եթե գրված է, մեկ հատ դա էլ նայեք, որովհետեւ ինքը շատ է օգնելու, որ ամբողջական պատկերը տեսնենք, ինչի մասին այսօր նաեւ պիտի խոսենք։ Գանք հենց նյութին։ Ուրեմն Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում, եկան եւ նրան ասացին. Նախ հետաքրքիր մի միտք կա ծոմ պահելու գաղափարը, ծոմը հենց եբրայերեն բառը, այսօր իրենք ծում են ասում, ծում կամ ծոմ, ընդհանրապես գիտենք, որ եբրայերեն լեզվում ձայնավորներ չկան, վերջերս են դրանք, այսինքն 10-րդ դարից հետո են ձևավորվել եւ ավանդության վրա էր, երբեմն կարող էին ու ասել, երբեմն կարող էին օ ասել։ Մենք կարծում ենք, որ սկզբից ծոմ ա եղել, հետո ծում ա դարձել, բայց ինչ է բառի իմաստը, եթե ոչ այն, որ քեզ զրկել կերակուրից եւ ուտելիքից կոնկրետ վշտի ժամանակ։ Սա էին անում հրեաները եւ հիշում ենք Դավիթին, երբ որ ինքը մեղք գործեց, թե ինչպես էր ծոմ պահում Բերսաբեի հետ, երբ որ մեղք գործեց, որ երեխան փրկվի։ Եվ ի վերջո նաեւ հիշում ենք, որ այս ծոմը ինքը փորձեց ամենախիստ ձևով պահել, բայց երբ որ երեխան մահացավ, ինքը ծոմը դադարեցրեց ու ասեց, ուրեմն Աստծո կամքն է։ Այս համարը շատ հետաքրքիր է, որովհետև այսօր շատ բողոքականյան եկեղեցիներ այս համարի հիման վրա ասում են ծոմ այլևս կարևոր չի, սա 5 կտակարանյան էր, իսկ հիմա, քանի որ մենք արդեն նոր կտակարանի մեջ ենք, այլևս մենք ծոմ չենք պահում, որովհետև Փեսան մեզ հետ է, այս մասին խոսենք։ Բայց այստեղ ուզում եմ տեքստային առումով հասկանանք, որ առաջի անգամն է, որ համաձայն Մարկոս ավետարանչի ուղիղ դիմում են Հիսուս Քրիստոսին եւ նախատական խոսքերով են դիմում։ Եթե կհիշեք, մեր այս նորվա ընթերցածը նախորդ նյութը եւ դրանից առաջվա նյութը աշակերտների միջոցով են Քրիստոսին բաներ ասում, այսինքն միջնորդավորված ձևով են խոսում։ Հիմա արդեն ուղիղ են խոսում, ու եթե այն ժամանակ աշակերտներին ասում են ինչու է ձեր վարդապետ այսպես ասում, հիմա արդեն հակառակն է լինում, թե ինչու եք դուք Քրիստոսին են ասում, քո աշակերտները այսպես անում։ Ուրեմն Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում։ Հին շրջանում հրեական միջավայրում մի քանի կենտրոններ կային, մի քանի ուղղություններ կային, որոնց մասին Մարկոս ավետարանիչը խոսում է։ Նախ փարիսեցիները կան, որոնց մասին մենք նախորդ անգամ խոսեցինք ու շատ կարևոր էր, որ հստակեցնենք, որ փարիսեցիները հոգեվորականներ չեն։ Փարիսեցիները ունեն երկու կարևոր արժեք, որ ուզում էին պահեն՝ աստվածասիրություն եւ ազգասիրություն։ Եվ կարծես թե ապրում էին, բայց ինչ չունեին, խոնարհություն չունեին, եւ դրա համար, երբ որ խոնարհություն չունես ու դիմացինին դատում ես, դառնում ես կեղծավոր։ Փարիսեցի դարձավ հոմանիշը, դարձավ կեղծավոր բառի, որովհետեւ դու փորձում ես բարձր իդեալների, գաղափարների հետևից գնալ, եւ միևնույն ժամանակ, երբ որ այդպես ես անում, սկսում ես դատել մեկին, որը որ քեզ թվում է ավելի ցածր, ավելի մեղավոր է, ու դրա համար կհիշեք մենք խոսեցինք դասական այդ օրինակի մասին, ինչպես փարիսեցի ու մաքսավորի առակն էր։ Հովհաննեսի աշակերտները այլ անձինք էին, սրանք ավելի ճգնավորներ էին։ Հովհաննեսն ինքնին ճգնավոր էր, կհիշեք, այստեղ մենք խոսեցինք, որ Հովհաննեսը ով էր, եթե ոչ մեկը, որ բրդյա մազից գեստ էր հագնում, եւ նաեւ ինչ էր ուտում, եթե ոչ մորեղ։ Եվ փաստորեն երկու հասացին, որ մորեխը ինքը օրենքով թույլ տրված ուտելիք էր, բայց ինքը ճգնավոր էր։ Ուրեմն փարիսեցիներն էլ էին ծոմ պահում եւ Հովհաննեսի աշակերտներն էլ էին ծոմ պահում եւ այս ծոմի շրջանում, որը որ կատարվում էր, փաստորեն Քրիստոսի աշակերտները ոչ միայն ծոմ չէին պահում, այլ նաեւ ուտում խմում էին Քրիստոսի հետ, ում տանը, մաքսավորի տանը, մեղավորների հետ։ Եվ դրա համար այս միտքն է գալիս, ինչու Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ հասկանանք, փաստորեն ծոմ պահելը ինքը շատ կարևոր բան է, եւ այնպես չի, ուզում եմ ճիշտ հասկանանք, այնպես չի, որ միայն 5 կտակարանում էին պահում եւ նոր կտականում այլևս չէին պահում։ Օրինակ բերեմ, եթե կհիշենք Ղուկաս 2-ի մեջ Աննա Մարգարեհուին ծոմով եւ աղոթքով ամբողջ օրը տաճարում էր եւ ինքը արժանացավ Քրիստոսին տեսնելու։ Իր ամբողջ աղոթքը դա էր, ծոմը դա էր, որ Տիրոջը տեսնի եւ ինքը ծոմով ու աղոթքով տեսավ Տիրոջ։ Ինքը մեր Տերը մի գլուխ առաջ Մարկոս 1-ի մեջ մենք ընթերցեցինք, որ 40 օր ծոմ պահեց։ Դրանից բացի մենք Մատթեոս 6-ում ենք ընթերցում, այս շատ կարևոր համար է, Մատթեոս 6-ը սկսում է օրինակ մի պարագան
հայր մերն է, հայր մերից հետո ասում է երբ ծոմ պահեք, տերտ մերես մի եղեք։ Եվ սա շատ կարևոր է, ոչ թե եթե ծոմ պահեք, այլ երբ ծոմ պահեք, որ ինքնին ցույց է տալիս, որ ծոմ պահելը ինքը ոչ թե կամայական է, կուզեմ կպահեմ, կուզեմ չեմ պահի, այլ չէ, շատ կարևոր է։ Դրանից բացի Մատթեոս 17-ի մեջ ենք մենք ընթերցում, թե ինչպես երբ որ Քրիստոս աշակերտների հետ այլակերպության այդ դրվագներ իջավ լեռից եւ այնտեղ կռիվ էին անում, ոմանք եկել էին, մեկ եկել էր իր երեխային ուզում էր բժշկել ու չէին կարողանում աշակերտները բժշկեն, ու երբ որ աշակերտները չկարողացան, բայց Քրիստոս բժշկեց, աշակերտները մոտեցան ու ասացին՝ «Տեր, ինչի չկարողացանք իրեն բժշկել»։ Ու Քրիստոս պատասխանեց ու ասաց. «Նման դևը դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով եւ ծոմով»։ Եվ ցավալիորեն մենք այս մասին շատ ենք խոսել, որ բողոքականյան հրատարակությունների գրեթե բոլորը այդ եւ ծոմով բաժինը կտրել դուրս են հանել, բայց ձեռագրերի մեջ սա շատ հստակ կա։ Եվ ինչ է դուրս գալիս, որ որոշ դժվարություններ, հիվանդություններ կան, որոնք միայն աղոթքով չեն բժշկվելու, աղոթքով եւ ծոմով են բժշկվելու։ Եվ սա արդեն Քրիստոսի այս բոլորը ինչ որ խոսում եմ նոր կտակարան է։ Իսկ գործքի մեջ մենք ընթերցում ենք, թե ինչպես էր որ, երբ որ ասում է հավաքված էին վերնատանը, Պողոսի ու Բարնաբասի հետ, երբ որ աղոթում էին ու ծոմ էին պահում, որոշեցին առաքել իրենց դեպի կոնկրետ վայր, որտեղ որ պիտի գնային եւ Քրիստոսին քարոզեին։ Այսինքն եկեղեցին եւ ծոմ էր պահում եւ աղոթում էր եւ Պողոսին էլ ու Բարնաբասին առաքեցին։ Ու դրա համար է որ, երբ որ նոր կտակարանն ենք տեսնում, բազում տեղեր այս ծոմապահությունն ու պահեցողությունը կա, բայց հայրերը, եթե նկատեցիք, ես հայրերի գրականություն ուղարկեցի, օրինակ Բարսեղ մեծը ասում է շատ հետաքրքիր մի միտք, որ ծոմը միայն ուտել խմել չի։ Ծոմը նախ եւ առաջ Աստծո արդարությունն ու ողորմությունը գործել է։ Եվ հետաքրքիր միտք էր ասում էր կարող ես մի փոքրիկ գինի խմել, եւ նորմալ լինի, քան թե շատ ջուր խմել, որը որ աննորմալ լինի։ Ու դրա համար էլ շատ կարեւոր է, մենք հիշում ենք նույն Պողոս Առաքյալին, երբ որ առաջի Տիմոթեոս 5-ի մեջ խոսում էր այն մասին Տիմոթեոսին, որ մի քիչ ասում էր գինի խմի, որովհետեւ ստամոքսի խնդիր ունես։ Այլ խոսքով ինչ էին ուզում եւ Առաքյալը եւ Բարսեղը մեծը ասել, որ ոչ թե կոնկրետ նյութին նայեք, այլ նայեք թե ինչքանով եք, ագահությունը ինչ է ձեր մեջ, ինչքան շատ եք վերցնում։ Ես իմ բարձ օրինակը վերեմ, այստեղ ժամանակին տարիներ առաջ մեր տղաներից մեկի հետ էինք նստած ու պահքի շրջաներ ու ինքը պահք էր պահում եւ մի մեծ ափսե, չգիտեմ, բերել տենց բան էր արել, սալատ էր լցրել, երևի այս առանց չափազանցություն այսքան եւ ասում էր պիտի ուտեմ, որ կշտանամ։ Ու ասեցի եղբայրս, եթե սա է պահեցողությունը, ասենք ավելի լավ չէր փոքր կտոր միս ուտեիր, քան այսքան մեծ ասենք սալատ։ Ու հենց սա են հայրերը ասում, որ ծոմապահությունը նախ եւ առաջ պիտի հասկանանք քչով բավարարվել ու ամենակարևորը պիտի հասկանանք Աստծո գործը կատարել։ Ու ահա թե ինչու նաեւ հիշում են հայրերը սատանայի հետ այս փորձության ժամանակ, երբ որ Քրիստոս ասաց մեջբերելով 5 տականը երկրորդում նորինած գիրքը, որ մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Եվ փորձում էր Քրիստոս մարդկանց ուղղորդել, որ միայն, այսինքն այս դեպքում փարիսեցիներին եւ Հովհաննեսի աշակերտներին, որ միայն նյութի վրա մի կենտրոնացեք։ Կենտրոնացեք հոգևորի վրա, որովհետեւ հոգևորն է, որ մեզ դարձնում է տարբեր։ Ու այս կոնտեքստ ինքը վերելու է եւ հիմա նաեւ գինու տեսքով է տալու, նաեւ կտորի տեսքով է տալու, ամբողջ այսօրվա նյութը նորի մասին է։ Մեր մասին է, թե արդյոք մենք նորոգված ենք, արդյոք մենք նոր քրիստոնյա ենք, թե չէ։ Բայց այս ընթացքում Քրիստոս մի բացահայտում անում, որ շատերը չէին սպասում եւ ասում է, եւ Հիսուս նրանց ասաց. «Միթե կարելի է, որ հարսանքավորները ծոմ պահեն, երբ Փեսան նրանց հետ է։ Այնքան ժամանակ, որ Փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն»։ Կհիշեք նախորդ գլխում Քրիստոս իրան ինչ ներկայացրեց։ Իբրև բժիշկ։ Եվ ասաց չէ, մենք նոր ընթերցեցինք հիվանդներին, առողջներին բժիշկ պետք չի, այլ հիվանդներին է պետք։ Ուրեմն Քրիստոս իրան բժիշկ իբրև ներկայացրեց։ Այստեղ Քրիստոս իրեն ներկայացնում է իբրև Փեսա։ Եվ արդեն մարգարեական գրականության մեջ մենք բազում տեղեր տեսնում ենք, որ Մեսիան որ գա, Փեսանը, իսկ եկեղեցին ինքը հարսը։ Այդ մարգարեական գրականությունից հետո նաև գալիս է Պողոսի թղթերը, որը օգտվում էր նաև մարգարեական գրականությունից, որ այս հարս ու Փեսայի
գաղափարը նորից Պողոս Առաքյալն է բազում տեղեր խոսում է եւ հենց այստեղ է փաստորեն դուրս գալիս, որ Պողոս Առաքյալը փաստորեն կամ այս դեպքում Քրիստոս ավելի շուտ խոսում է այս մասին, որ այդ ուտել խմելը, որ դուք տեսաք, որովհետեւ ավետարանիչներից մեկ ուտել խմելը օգտագործում, որը որ այս դեպքում Ղուկասներ, ասում է սա նշան է, սիմվոլ է։ Սա հարսանիքի նշան է, երկնային արքայության նշան է, իսկ ես փեսան եմ, իսկ ես մարդիկ հարսն եմ։ Եվ այնքան հետաքրքիր է, չգիտեմ, մանավանդ տղայի տեսանկյունից, տղամարդու տեսանկյունից միգուցե դժվար լինի ընկալել, որ մենք Քրիստոսի այս դեպքում հարսն ենք։ Բայց խորքի մեջ, եթե մենք բոլորս մեզ տեսնում ենք եկեղեցու անդամ, եթե մենք տեսնում ենք եկեղեցու մարմնի անդամ, ուրեմն հասկանում ենք, որ մենք բոլորս իբրև այդպիսին իրապես Քրիստոսի հարսն ենք եւ ինքը փեսան է։ Եվ եթե փեսան մեր հետ է, ուրեմն մենք տխրելու կարիք չունենք։ Ու սա շատ կարևոր հանգամանք է Քրիստոս ասում, որովհետև հաճախ մենք այսօր խոսում ենք Էմիլի հետ, որ հաճախ մենք երբ որ հարցնում եմ օրինակ սովորություն ունեմ, այսօր ինչ լավ նորություն, միանգամից նորություններին ենք գրում, նյուզերին, Իրանի, Իսրայելի կռիվը, այս կռիվը, այն կռիվը ու անընդհատ այս նորությունները, այս նյուզերը միշտ բացասականն են ներկայացնում ու կարծես թե միշտ այս մասին եմ խոսում, կարծես թե այնպիսի տպավորություն են ստեղծում ու մեր մեջ սա սկսում է ավելի շատ արմատավորվել, որ ամեն ինչ վատ ու չարն է, որ վատ օրեր են ու չար են, բայց դա դիտավորյալ արված աշխատանք է, եթե այսպես մոտենանք, Աստված էլ չկա, որտեվ եթե Աստված կա, Աստված բարության աղբյուրն է, ուրեմն Աստված էլ է գործում, բայց արի ու տես, որ մեր ուշադրությունը Աստծո վրա չի, հաճախ չարի վրա է, վատի վրա է, որովհետև մեզ այսպես են ներկայացնում, եւ հաճախ մենք լավն ու վատը սխալ ենք ընկալում, Քրիստոսը այստեղ հրեաներին փորձեց բացատրել, որ մարդու լավն ու վատը կախված է Քրիստոսի ներկայությունից ու բացակայությունից։ Եթե Քրիստոս մեր կյանքում ներկա է, մենք ուրախ ենք։ Եթե Քրիստոս մեր կյանքում ներկա չի, մենք տխուր ենք։ Ու դրա համար հիմա մենք պիտի տեսնենք, որ ասում է պիտի ինձ վերցնեն կամ դրանից հետո նոր ծոմ կպահենք։ Ու այնքան կարևոր է սա, ու վստահ եմ բոլորս էլ մեր կյանքում սա ապրել ենք, երբ որ տեսել ենք, որ երբ որ հոգեպես թույլ ենք, դժվարությունների մեջով ենք անցնում ու Աստծուն կարծես թե մի բան մոռացել ենք կամ վերջն ենք թողնում, ինչքան ծանր է մեզ համար ու երբ որ Աստված ներկա է աղոթքով մեր կյանքում, շատ հաճախ շատ բան ավելի տարբեր է լինում։ Ու հենց այստեղ էր Քրիստոս ասում. իմ ներկայությունը փնտրեք ձեր կյանքում։ Եթե ես ներկա եմ, չեք կարող տխուր լինել։ Ու դրա համար շատ հաճախ ես միտքը մեր ազգի համարել եմ ասում, որ մենք ինչ ենք անում, երբ որ անընդհատ բացասական, դուդուկ դլե աման, անընդհատ բացասական, սա նաև Աստծո դեմ է, մեղք, որովհետև չես կարող միշտ մեղանչել, միշտ բացասականը տեսնել, միշտ տխրել, միշտ տրտնջալ, միշտ դժգոհել, չէ՞ որ հենց նույն պատարագի ժամանակ մենք երբ որ մեղքերն ենք խոստովանում, տրտնջալ, դժգոհելը մեղքերի մեջ են։ Եվ եթե քրիստոնյա ենք, չպիտի անընդհատ տրտնջանք ու դժգոհենք, չպիտի անընդհատ խոժոռ լինենք, չպիտի անընդհատ վատը տեսնենք, որովհետև Քրիստոս ունենք մեր մեջ, մենք Սուրբ Հոգու տաճար ենք, եւ Սուրբ Հոգին է բնակվում մեր մեջ։ Իսկ Սուրբ Հոգին, եթե պտուղները նայենք, առաջի երեքը ինչ են, միշտ այս մասին խոսում ենք. սեր, խնդություն եւ խաղաղություն։ Խնդությունը ուրախությունն է, joy-ն է։ Եվ եթե մենք մեր կյանքում այդ joy-ը, այդ խաղաղությունը, այդ ուրախությունը չունենք, ուրեմն Սուրբ Հոգու պտուղը մեր մեջ դեռ ամբողջական չի։ Իսկ եթե դու Քրիստոսով, Սուրբ Հոգով խաղաղություն ունես քո կյանքում, աշխարհի փոթորիկն էլ քեզ չեն կարող կտրել։ Եվ սա շատ ոտքերդ կտրել գետնից, որովհետև դու Քրիստոսով ամուր ես։ Բայց Քրիստոսը ասում է, որ կգան օրեր, երբ հեսա նրանցից կվերցվի եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կպային։ Հետաքրքիր է, Մատթեոսը չի ասում այն օրը, որտեղ եթե Մարկոսը կարդանք, այնպես տպավորություն կստեղծվի, որ միայն հենց այդ օրը պիտի ծոմ պահեն, երբ որ Քրիստոս վերցվի, որ մենք տեսանք համբարձման ժամանակ եղավ, երբ որ հրեշտակը գործք մեկում եկավ ասեց, ով մարդիկ այն Քրիստոսը, որ վերև բարձացավ, նորից իջնելու է ներքև, եւ այդ խոստումը տվեց։ Բայց այստեղ հենց միայն այդ օրվա համար չի, Մատթեոսը մեզ օգնում է հասկանալ, որ ընդհանրապես այդ օրի մասին չի, ծոմ կպահեն ու դրա համար պատահական չի, որ հիմա Կարոս Հարկավագը այստեղ զգեստով նստած է, հայ հոգևորականի զգեստը սև է, որովհետև մենք սպասում ենք Տիրոջ գալուստին։
Եվ դրա համար հիմա մենք Պահքի շրջանի մեջ ենք։ Երբ է հոգևորականից գեստը լուսավոր, ուրախ, գույնը զգույն, երբ որ պատարագ է մատուցում, երբ որ կատարում է Աստծո կոնկրետ ծեսը, Աստծո պաշտամունքը, այս ժամանակ ուրախ է, որտեղ Աստծո հետ դեմ առ դեմ է, բայց սովորական ընթացքում ինքը Պահքի մեջ է, ինքը ծոմի մեջ է, որովհետև ինքը սպասում է Փեսային, եւ որպեսի Փեսան գա, եւ նաեւ Փեսայով ինքը ուրախանա։ Եվ ուրեմն ինչ էր, ոչ թե կոնկրետ այդ օրի մասին էր խոսքը, որ այստեղ մեզ Մատթեոսն է օգնում հասկանալ, այլ կոնկրետ, երբ որ կվերցվի Փեսան, արդեն մենք որոշապես Քրիստոսի պակասը կզգանք, ու մենք բոլորս ենք Քրիստոսի պակասը զգում, ես բազում անգամ ինքս էլ եմ մտածել ու լսել եմ շատերից, որ ասում են, երբ է Քրիստոս գալի, վերջապես հոգնեցինք, սպասում ենք Տիրոջը, երբ պիտի ինքը գա։ Ու հենց այստեղ է պարագան, որ մենք իրապես անընդհատ սպասում ենք Տիրոջը, բայց իբրև գիտակից քրիստոնյաներ հասկանում ենք, որ Քրիստոս մեզ չի լքել ամբողջությամբ, որովհետև Մատթեոս 28-ում ինչ ասեց, ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վախճանը։ Եվ նաև հենց սա էր, որ Հովանու ավետարանում մենք ընթերցում ենք մի քանի տեղ 13-ից 15-րդ գլուխներում, որ ուղարկելու եմ Մխիթարիչին, որը ձեր հետ է լինելու եւ ձեզ ուսուցանելու է։ Ուրեմն կարծես թե իրապես կարոտը կա Քրիստոսի, բայց միևնույն ժամանակ Սուրբ Հոգու ներկայությունը այդ կարոտը մեղմացնում է, որտեղ Սուրբ Հոգին ինքը Աստված ինչպես որ որդին է Աստված։ Եվ հիմա գալիս է մի շատ կարևոր օրինակ է բերում մեր Տերը, որը շատ խոսուն է ու շատ գործնական, եւ խոսում է այն մասին, որ մարդը հայկը պիտի փոխվի, ու ասում է նոր չօգտագործված կտավի կտորը ոչ ոք հնացած գեստի վրա չի կարկատի, ապա թե ոչ նոր կտորը ամբողջությամբ հին զգեստից կփոկվի եւ պատրվածքը ավելի վատ կլինի։ Ինչ է ուզում ասել այստեղ մեր Տերը։ Եթե ուշադրություն դարձնենք այս կոնտեքստի մեջ մի քանի անգամ հին ու նոր բառերն է օգտագործել, ու գիշեք մենք խոսում ենք keywords, բանալի բառերի մասին։ 3 անգամ օգտագործում է հին բառը, 6 անգամ օգտագործում է նոր բառը, որտեղ այս կոնտեքստի մեջ մեր Տերը ասում է, որ նորի գաղափարը կա, բայց ինչ է այստեղ, որ Քրիստոս եկել է, որպեսզի նորը տա, եւ եթե մենք ուզում ենք իրապես նորը դառնանք, մենք կարկատանով չենք կարող լինել։ Այլ խոսքով Քրիստոս չեկավ կարկատան անելու։ Հաճախ ես երբ որ փոքր էի, մայրս ասում էր՝ «Տղա ջան, այդ ինչ կարկատան ես անում»։ Կարկատանը մի բան էր, որը որ մնայուն չէր, տգեղ եւ կիսով չափ էր աշխատում։ Այս պարագայում Քրիստոս եկավ ոչ թե ինչ որ բանի վրա կարկատան դնելու, այս դեպքում հին ուխտի վրա, այլ լրիվ նոր բան։ Որովհետև եթե ասեց կարկատանը դնեմ, հին մարդը չի կարող դա պահել, ու եթե փոքր էր պատրվածքը ու մեծ կարկատան դրվեց, արդեն այդ մեծը կպատրի։ Եվ այլ խոսքով ինչ կլինի, փաստորեն ավելի կվնասեմ, քան կօգնեմ։ Եվ շատ հետաքրքիր է այս միտքը, հաճախ մեր կյանքում էլ շատ է եղել, ես ինքս էլ արել եմ, նույն հենց գրադարանում բազում անգամ մարդիկ են եկել, որ փորձել եմ օգտակար լինել, երբեմն փորձառության պակասից, երբեմն իմաստության պակասից, փորձում ես օգտակար լինես, բայց ավելի ես վնասում, բայց փառք Աստծո նաև եղել են ու բազում են եղել դեպքեր, որ այդ մարդիկ փորձել են, տեսել են եկեղեցու ուսմունքի արժեքը ու մնացել են ու այսօր մեզ հետ նույն խմբի անդամներ ենք կազմում։ Ուրեմն շատ հետաքրքիր է, քրիստոնեությունը կարկատան չի։ Ու Քրիստոս չեկավ հին կտակարանի վրա ինչ որ մի փոքրիկ կարկատան անելու, Քրիստոս եկավ, որպեսզի ինքը նորը ստեղծի, իսկ պատրվածք բառը հունարեն գիտեք ինչ բառ է, սխիզմ։ Մենք այսօր այդ բառը շատ ենք օգտագործում, սխիզմ, եւ սխիզմ ասելով հասկանում ենք բաժանում։ Եվ այստեղ խորքային իմաստով այս միտքը կա, որ Քրիստոս չեկավ սխիզմ ստեղծելու, բաժանում, պատրվածք ստեղծելու։ Եվ այն մարդիկ, ովքեր որ եկեղեցում սխիզմ են ստեղծում, բաժանում են ստեղծում, սրանք Քրիստոսի գործը չեն կատարում։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի գիտակցի սա։ Ինչ էլ լինի պարագան, մենք կոչված ենք միավորելու, ոչ թե բաժանում ստեղծելու, որովհետև Քրիստոս եկավ միավորելու, ոչ թե բաժանելու։ Եվ երկրորդ պարագան կա, ասում է, եւ ոչ ոք հին թիկերի մեջ նոր գինին չի լցնի, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի թիկերը, գինին կթափի եւ թիկերը կփչանան, այլ նոր գինին նոր թիկերի մեջ կլցվի։ Եվ Մատթեոսը շարունակում է, եւ երկուսն էլ կպահվեն։ Այս միտքը չկա օրինակ հիմա Մարկոսի մեջ, բայց ի՞նչ է դուրս գալիս այստեղ։
Նախ ուզում եմ հասկանանք տիկը ինչ է։ Շատ հաճախ հենց այդ միտքն է, մեզ թվում է, թե ինքը տակառն է, բայց տիկը ինքը կաշի wine skin ենք ասում, կաշի բան է։ Եվ ինչու է սա կարևոր, որովհետև այդ կաշի պատյանը հայրերը սրբերը միանգամից հասկանում են, որ դա մարդու մասին է խոսքը։ Մենք էլ կաշվե պատյան ենք, մեր ամենամեծ օրգանը կաշին է, մեր կաշին է։ Եվ մեր մեջ պիտի բնակվի գինին։ Եվ հետաքրքրորեն, շատ հետաքրքիր այս պարագան, որ եթե ես չեմ փոխվում, եւ եթե ես հնացած եմ, հին մարդ եմ, Քրիստոս եթե իր նոր գինին Սուրբ Հոգու ներկայությունը իմ մեջ դնի, ես չեմ կարողանալու դա տանել։ Ես պատրվելու եմ, ու երբ որ պատրեմ, համ ինքս ինձ եմ վնասելու, համ էլ Սուրբ Հոգու կամ Աստծո ներկայությունը գինին է թափվելու փչանա։ Ու սա շատ կարևոր հանգամանք է, այլ խոսքով, մեզանից յուրաքանչյուրը պիտի գիտակցի, եթե մենք իրապես ուզում ենք գիտակից քրիստոնյա դառնանք, մենք կոչված ենք փոխվելու։ Հաճախ գիտեք ինչ ենք անում, մենք մեր ունենք, հանգիստ ենք, լավ ենք, եւ ուզում ենք Աստծուն էլ ունենանք։ Թող մերն էլ լինի, հինն էլ լինի, նորն էլ լինի, այդպես չի լինում։ Փոփոխության կարիք կա։ Եվ եթե մենք ինքներս չենք փոխվում, Սուրբ Հոգին մեր ներկայության մեջ չի լինում։ Ու դրա համար հետաքրքիր է, եթե ուշադրություն դարձրեցիք, կտորը արտաքինն էր, պատրվածքը կտորը, իսկ գինին ներքինն էր։ Եվ Քրիստոս այստեղ երկու խնդիրներն էլ լուծում։ Արտաքինը, ինչպես որ ասում են հայրերը, մարդու գործն է։ Որովհետև հենց Մատթեոս 5-ի մեջ Քրիստոս ինչ էր ասում, եթե ոչ թող այնպես փայլի ձեր բարի գործերը, որ լույսի պես, որ տեսնելով ձեր բարի գործերը փառավոր են Աստծուն։ Բարի գործը այդ լույսն է, որը պիտի փայլի մարդկանց աչքերում։ Իսկ գինին մեր ներսն է, որը որ հայրերը կոչում են Սուրբ Հոգու ներկայությունը, այլ խոսքով 3 կարևորագույն շնորհը՝ հավատը, հույսը, սերը։ Սրանք են, որ մարդուն փորձում են, եթե փոխում են, եթե մենք իրապես մեր կյանքում ունենք հավատ, եթե իրապես ունենք հույս եւ եթե իրապես ունենք սեր, մենք սկսում ենք աշխատել, սիրո գործեր կատարել, հավատի գործեր կատարել, ինչպես որ ասում է Սուրբ Պողոս առաքյալը։ Եվ այս ընթացքում է, որ փոխվում ենք, նոր մարդ ենք դառնում։ Եվ հետաքրքիրը այն միտքն էր, որ իրապես, բայց մարդ հարարածը հաճախ չի ուզում դա անել, որովհետև մեր եսը, հարստությունը, այն ինչ որ հնից կախված է, մենք դրան ենք կարճած։ Եվ այստեղ հետաքրքիր մի բան կար, որ Ղուկաս առաքյալն էր ասում, որ այստեղ չկա, բայց Ղուկասն է լրացնում 6-րդ գլխի սկզբում, կարծեմ, կամ 5-ի վերջնական 6-ի սկիզբը, որ ասում է, բայց նա ով հնին է սովոր, նորը չի ուզում եւ ասում է հինը լավ է։ Եվ սա էլ է շատ կարևոր, այստեղ այդ հարցադրումն եմ ուզում մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն տա, արդյոք մենք այս նույն մարդը չենք, արդյոք մենք չենք ասում հինը լավ է, նորը չեմ ուզում, որովհետև գիտեք ինչ է գալիս, մարդը սովորող էակ է։ Ես իմ օրինակը բերեմ, երբ որ Ամերիկա ենք եկել, այսօր Հայկի հետ էինք խոսում, ամեն ինչ մեր պատկերացումը ուրիշ էր, հետո գալիս ես չես հարմարվում, քո պատկերացրած երկիրը ու քո ապրած երկիրը տարբեր է, բայց ես իմ օրինակը կարող եմ բերել, հետագայում արդեն հարմարվում ես։ Մարդը հարմարվող էակ է, բայց Քրիստոս եկավ ասելու, որ այս միտքը մենք նորից բերեցինք, comfort zone-ից դուրս պիտի գանք, որովհետև եթե մենք հնի մեջ ենք ու հինը մեզ հաճելի է ու մենք նորը չենք ուզում, մենք չենք դառնալու քրիստոնյա, մենք չենք փոխվելու, դրա համար ինձ համար ամենադաժան բառը, որը որ կա, ամենացավալի բառը, որ ես լսում եմ, ժողովրդի մեջ այսքան տարածված կարմիր կովը իր կաշին չի փոխում, այսինքն մարդը մնում է հնի մեջ, հինը իրան լավ ու ինքը երբեք չի ուզում նորը ընդունի, նորը վերցնի, նորոգվի, նորը դառնա։ Եվ ինչ է գալիս, Սուրբ Հոգին իր մեջ չի կարող պարունակել, որովհետև եթե լցվեց, պատրվելու է ինքը պատրաստ չի դրան։ Ու հենց սա է, որ մենք պիտի հասկանանք, որ մենք պիտի նորոգվենք ու երբ ենք նորոգվում ու ինչպես ենք նորոգվում։ Նորոգվում ենք նախ եւ առաջ պատարակներով, խոստովանությամբ։ Եվ անշուշտ նորոգվում ենք Աստծո խոսքը ճաշակելով, Աստծո ավետարանը ընթերցելով, Աստծո ավետարանը ոչ միայն ընթերցելով ու սերտելով, այլև մեր կյանքում կիրառելով, որտեղ վստահ եմ մենք կարող ենք վկայել, թե ինչպես ավետարանը մեր կյանքը փոխում, իրապես փոխում։ Այսօր նորից խոսում ենք այդ մասին, ամենապարզ օրինակը, որ շատերս կարող ենք վկայել, որ ժամը նույնիսկ մեր նախընտրած երգն է փոխվում,
ասենք մենք ավտոյով քշում ենք, ժամանակին ուրիշ երգեր ենք լսում, հիմա ուրիշ երգ, ասենք հոգևոր երաժշտություն ենք սկսում լսել, որը շատ հաճախ են ինձ վկայել ու ես ինքս էլ կարող եմ դա ասել։ Այսինքն սկսում է քո մեջ փոփոխությունը, նորն ես դառնում, մեկն ես դառնում, որի համար Քրիստոս իր արունը տվեց ու որի համար ուզում է, որ մենք իրապես իրեն նմանվենք։ Եվ շարունակում էր Տերը ասելով, եւ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինին չի լցնի, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափի եւ տիկերը ուրեմն կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։ Եվ հիմա տեսեք, քանի անգամ այս նոր բառն է օգտագործում, ցույց տալու համար, որ 5 գտակարանը վերջացավ։ Եվ ինչպես վերջացավ 5 գտակարանը։ Մի քանի ձև հայերն ասում են։ Առաջինը վերջացավ, որովհետև հին օրենքի վերջը Պողոս առաքյալը ասում է Հռոմեացիս 10-ի մեջ, ասում է Քրիստոսն է օրենքի վերջը։ Հին օրենքը նաև լրացավ, որովհետև մարգարեությունները լրացան Քրիստոսով։ Եվ հին օրենքը արդեն անիմաստ դարձավ, որովհետև օրինակի համար շաբաթը կամ թլպատությունը, որ հիմա այսօր մենք այս կոնտեքստի մեջ պիտի տեսնենք, այլևս անիմաստ է, քրիստոնյան այլևս չպիտի թլպատվի, իմաստ չունի թլպատությունը, առաջի եկեղեցուց մենք ընթերցում ենք առաջի ուրեմն Գործք 15-ի մեջ, եւ շաբաթն էլ այլևս մենք չենք պահում։ Ուրեմն Քրիստոս սա էր գալիս ասելու, որ նորն եմ բերել, նոր գինին եմ բերել եւ նոր տիկ դարձեք, նոր կաշեպատ անոթ դարձեք, որի մեջ ես ձեզ պիտի լցնեմ։ Եվ շարունակում էր, հիմա կոնտեքստը փոխվում է։ Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ Այստեղ մեզ Մատթեոսը օգնում է, որ հասկանանք, որ աշակերտները սոված էին, հենց այնպես չէին ուտում։ Որովհետեւ կարծես թե սովորական է, անցանք վերցրեցինք ուտենք, չէ, մարդիկ կարիք ունեն։ Եվ հետաքրքրորեն մենք տեսնում ու ընթերցում ենք, որ հին ուխտում այս միտքը կար, որ թույլ էր տրվում ուտել ուրիշի արտից, բայց ասում է ոչ մանգաղով։ Եթե մանգաղ կա, ձեռքդ անընդունելի է, բայց եթե ձեռքիդ մեջ մաքրում ես ու ուտում ես, եթե սոված ես, սա թույլատրել է։ Նույնը խաղողն էր ասում։ Եթե ձեռքով կվերցնես ու կուտես, սա նորմալ է, սա ընդունելի է։ Եվ փաստորեն ինչ են անում մարդիկ, ինչպես որ երկու ավետարանները մեզ օգնեցին հասկանալ, իրենք սոված էին եւ փորձում էին ուտել։ Հետաքրքիր է, Քրիստոս չի որ ուտում, ուտում են աշակերտները, առաքյալները, եւ ուտում են, որովհետեւ կարիքի մեջ են։ Իսկ ինչի էին կարիքի մեջ, որտեղ մենք ընթացքում ավելի պիտի տեսնենք, որ այս մարդիկ վազքի մեջ են։ Անընդհատ իրենք աշխատում են, վազքի մեջ են, մարդկանց հետ են։ Եվ Քրիստոս անընդհատ իրենց ճանապարհ է տանում։ Ու դրա համար կհիշեք Մարկոսի մեջ 9 անգամ անմիջապես բառն էր կիրառվում։ Քրիստոս անմիջապես անում, immediately, այսինքն անընդհատ իրենք ակտիվ կյանքով են ապրում։ Եվ սա նաև մեզ է ցույց տալիս, մեր համար է սա շատ կարևոր, որ քրիստոնյան պիտի աշխատի։ Ոչ թե հանգիստ ապրի դիվանի վրա, իր համար browsing անի, անընդհատ աշխատի, որը որ Քրիստոս ցույց տվեց իր աշակերտներին, եւ այս մարդիկ, քանի որ անընդհատ աշխատում էին ու սոված էին, վերցրեցին ու սկսեցին ուտել, եւ ասում են, եւ պարիսեցիները նրան ասացին. «Տես, քո աշակերտները շաբաթ օրով ինչ են անում, մի բան, որ օրինավոր չէ»։ Հետաքրքիր է, որ ես մի բան ուզում եմ պատկերացնել, որ նախ Մատթեոս այս մասին խոսում է, արտով են անցնում, բայց փարիսեցիները նայում են, թե ինչ անում իրենք, ինչ սխալ կարող են գտնել, որ մատնացույց անեն։ Հաճախ մենք ենք այդ մարդը, հաճախ մեզ են դա անում, երբ որ մարդկանց ուշադրություն ես դարձնում, որպեսզի իր սխալը փնտրես։ Եվ իմ կյանքում շատ ցավացնող այն, որ եւ այսօր էլ դա եղավ, ու վստահ եմ շատերիս կյանքում է լինում, երբ որ մեծ աշխատանքի, տարողության աշխատանք ես տանում, եւ մարդկային տկարության պատճառով 1-2 բան չես հասցնում կամ մոռանում ես, եւ մարդիկ անընդհատ դա են մատնացույց անում ու ասում են, տես սա մոռացար, սա չես արել։ Ու միշտ իրենց ասում ես, բայց կամ երբեմն էլ չես ասում, բայց հələ աշխատանքի ծավալը նա է, որ արել եմ։ Այս ամբողջ աշխատանքը կատարվեց, այս 1-2 աշխատանքը չի կատարվել։ Մեծին նայենք, փոքրով չդատենք մարդուն։ Բայց ինչ է փարիսեցու կերպարը, ինչ է, սխալ փնտրել։ Դիմացինի մեջ սխալ փնտրել։ Դիմացինի մեջ թերություն փնտրել։ Զգույշ լինենք, որտեղ հաճախ մենք էլ ենք այդպես։
Նայում ենք մարդուն, մեզ հետ ենք համեմատում ու ասում ենք մենք իրանցից լավն ենք, իրենից լավն ենք, որովհետև ինքը այս թերությունները ունի, իսկ ես չունեմ։ Ոստեղ միշտ եկեղեցու սրբերն են մեզ օգնում հասկանալու, որ երբեք ոչ ոքի հետ մի համեմատվիր։ Որտեվ Աստված յուրաքանչյուրին իր ձև յուրահատուկ է ստեղծել, որևէ մեկը ինքը մեկի քափին չի։ Ու միշտ այդ ենք ասում, նույն կաթիլի քոփին չկա, ամեն մի կաթիլ տարբեր են, ամեն մի ավազի հատիկ տարբեր է, ուր մնաց մարդը։ Դու միշտ քո հետ համեմատվի։ Ես միշտ փորձում եմ ինձ հիշեցնել, որ հայք ինքդ քեզ համեմատի։ Լավ, մի տարի առաջ հունիսին ուր էիր, որտեղ ես, ինչ արեցիր, նույն տեղում մնացիր, հետ գնացիր, նահանջեցիր քո հավատքի կյանքում, թե առաջ ես գնացել։ Երբ որ դու ինքդ քեզ հետ ես համեմատվում ու անընդհատ համեմատում ես քո նախկին կյանքը այսօրվա հետ, կարա լինի 1 տարվա կտրվածք, կարա լինի 1 ամսվա կտրվածք, այդ ժամանակ տարբեր է մոտեցումը։ Եվ այստեղ այս հարցն էր գալիս, որ շաբաթ օրով օրինավոր չի, ասում եմ մի բան են անում, բայց Քրիստոս մեզ օգնում է հասկանանք, որ որտեղ է գրած, որ շաբաթ օրով օրինավոր չէ։ Հիսուս նրանց ասաց. դուք երբևիցե չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթ, երբ կարիք ունեցավ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին։ Ինչ է անում։ Քրիստոս մեջ է բերում Սուրբ Գիրքը։ Ու ասում է, տես Դավիթը նույն բանը արեց։ Ու չկա միտեղ 5 տականում, որտեղ հрьяաները միայն 5 տականն են ընդունում, դեռ նոր կտականը չկա էլ այս պահին, որ արգելվի։ Գիտեք ո՞րն էր արգելվում։ Աստվածաշունչը չէր արգելում։ Արգելում էր Թալմուդը։ Թալմուդն էր արգելում, Միշնա եւ Գեմարա։ Թալմուդը երկրորդ դարից, Միշնան սկսեց եւ Քրիստոսից հետո երկրորդ դարից եւ ամեն ինչի վրա սկսեցին անել։ Եվ սա ինքնին բերեց ամենածանր վիճակի, որովհետև մարդիկ ամեն մի փոքրիկ բանի վրա regulation-ներ դնեցին։ Եվ ես դա այսօրվա հետ եմ համեմատում, Ամերիկան նույն Թալմուդի օրինակով է շարժվում, ամեն մի փոքրիկ բանի համար կանոններ կան, եւ փաստորեն ոչ թե Աստծո խոսքն էր ասում, որ շաբաթ օրով սոված մարդը չի կարող հասկ ուտել, այլ ասում էր Թալմուդը։ Իսկ Թալմուդը մարդկային ավանդություն է, ոչ թե Աստծո խոսքն է։ Եվ Քրիստոս սա էր ուզում բացատրել հрьяաներին եւ ինչու՞ չէ նաեւ մեզ, որտեղ հաճախ մենք մարդկային ավանդություն առաջ ենք դասում Աստծո խոսքից։ Շատ հաճախ ասում ենք օրինակի համար, չգիտեմ, ամուսնության համար, մկրտության համար, հազար մի բաների համար, սա ճիշտ ձևը սենց է։ Եվ ավանդությունները շատ ենք կարևորում, փոխանակ Աստծո խոսքին ավելի կարևոր ենք, Աստծո խոսքն ավելի կարևոր ենք։ Ու նույնը անում էր փաստորեն հрьяան։ Եվ շարունակում է Քրիստոս ասելով, թե ինչպես Աբիաթար քահանայապետի օրով մտավ Աստծո տունը եւ կերավ առաջավորության հացը, տալով նաեւ նրանց, որ իր հետ էին մի բան, որ բացի քահանաներից ուրիշների համար օրինավոր չէր ուտել։ Հետաքրքիր մի բան, եթե նկատեցիք, Քրիստոս իրեն համեմատում է Աբրահամի հետ։ Ինչպես որ եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ իրեն կոչում են Աբրահամի զավակ, բայց ինքը ոչ միայն Աբրահամի զավակ է, այլ Հովանո ավետարանում սա շատ լավ ենք ընթերցում, այլ Աբրահամի նաեւ տերն է։ Եվ ինչպես որ Աբրահամը, կամ այս դեպքում ներողություն Դավիթը, Աբրահամ ասեցի, Դավթի զավակ, Դավթի տեր։ Եվ ինչպես որ Դավիթը ուներ իր հետ գնացող ժողովուրդ, նույնպես եւ Հիսուս ուներ իր հետ գնացող ժողովուրդ, բայց տարբերություն կար։ Դավիթը կերավ այդ հացից, որ քահանաներին էր միայն տրվում, իսկ Քրիստոս ինքը չկերավ, բայց ինչու էր Քրիստոս սա ցույց տալիս, որովհետև ուզում էր հասկանանք, որ իսկ հետո Ղուկաս ավելացնում է։ Եվ ասում է, չեք կարդացել, որ քահանաները անընդհատ շաբաթը պղծում են, բայց մաքուր են։ Իսկ դուք ասում եք, ինչպես եք ինձ մեղադրում մեկին, որ անմեղ է։ Եվ այստեղ ինչ է դուրս գալիս, որ նորից գալիս ենք այդ շատ կարևոր հանգամանքին, որ իրապես Քրիստոսի հրաշալի միտքն է։ Միչև որ դիմացինի աչքի շուղը տեսնես, քո աչքի գերանը տես։ Ու հաճախ մենք դա չենք անում։ Իսկ ինքը Սուրբ Գրքից ցույց էր տալիս, որ սա հստակ է, սա լինում է, եւ մարդիկ, ուրեմն դուք լավ գրքերը չգիտեք, կամ դուք լավ գրքերը չեք հասկանում։ Ես իմ կյանքում մի շատ կարևոր բան եմ հասկացել, որ երբեմն այն մարդիկ, ով որ Սուրբ Գրքի մեջբերումներ են անում, անգիր են արել, այս հատվածը, մեր մոտ այն տպավորությունն է, որ իրենք լավ Սուրբ Գիրք գիտեն։ Դա դասական փարիսեցիությունն էր, դասական հրեական մոտեցումն էր։
իրենք անգիր գիտեին, բայց արդյոք ճիշտ գիտեին։ Ուղղափառությունը երբեք չի ասում, որ ամեն ինչ պիտի անգիր անես, բայց ասում է ճիշտ պիտի հասկանաս։ Եվ սա շատ կարևոր է, ճիշտ հասկանանք այս ամենը։ Նույնը Քրիստոս էր փարիսեցիների հետ սա մեզ բացատրում, որ փարիսեցին կարծես թե գիտի, բայց ինքը ճիշտ չի հասկացել։ Ինքը իրականում չի հասկացել ինչ էր շաբաթը, ինչու Դավիթը դա արեց ու ինչու են իր աշակերտները դա անում։ Եվ այստեղ վերջի այս միտքն է շատ բերում եւ ասում է եւ ասած նրանց շաբաթ օրը մարդու համար է, ոչ թե մարդը շաբաթ օրվա համար։ Այս միտքը շատ կարևոր է, որովհետեւ այսօր մանավանդ ամերիկյան միջավայրում ու ինչու՞ չէ նաեւ տեսնում եմ Հայաստանում էլ շատ կա, մարդիկ օրենքի տառին են սկսում հետևել։ Օրենքի զուտ տառին։ Եվ սա այն էր, ինչ որ օրենսգետներն ու փարիսեցիներն էին անում, այստեղ չկա բացառություն։ Օրինակի համար, այս վերջի շրջանը տեսնենք, երբ որ վիդեոներով նայում ես, որ մարդիկ կան, ովքեր որ immigration-ի հետ խնդիր ունեն, եւ մայրը 5 երեխա ունի, բռնել են, ինքը սրտաճմլիկ աղերսում է, որ թողեք երեխաներս առանց մայր են մնալու, եւ իրենք օրենքի տառին են գնում։ Այդ մայրը վստահաբար, ասենք, չգիտեմ, gang member չի եւ այլ չի, բայց օրենքի տառը սա է ասում ու վերջ։ Հաճախ մենք այդպես ենք ապրում։ Հաճախ հրեական միջավայրն էր դա, ու դրա համար եթե ուշադրություն դարձեք, երբ որ անառակ կնոջ Հովան ու Ավետանում վերցրեցին, որ քարկոծեն, օրենքը ճիշտ էր, հենց այդպես է պիտի անեին, Քրիստոս ասաց, ձեզանից անմեղը թող առաջի քարը գցի, ցույց տալով, որ հələ մի հատ քեզ նայ։ Ու դրա համար հենց այս կոնտեքստի մեջ Մատթեոսի ավետարանը նավ այս միտքն է բերում, ասելով հիշեցնում է Հովսե 6:6-ը ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ։ Երկու անգամ այս միտքը Մատթեոսի ավետարանում ասում է, Մարկոսը չունի, Մատթեոսը ունի, ինչու ասում, որպեսզի հասկանանք, որ մենք երբ որ դատողություններ ենք անում, նախ եւ առաջ առաջնորդվենք մեր խղճով, հետո նոր օրենքով։ Իսկ եթե միայն օրենքով ենք առաջնորդվում, մենք դառնում ենք ռոբոտ։ Դե ուզում եմ սխալ չհասկացվեմ, օրենքը պետք է, օրենքը կարգավորում, առանց օրենքի քաոս է, բայց բաներ կան, որոնք որ իրապես մարդ պիտի նախ եւ առաջ ողորմություն, այսինքն խիղճ, այսինքն մարդկայինը ընդունի, հետո նոր օրենքը եւ միշտ ինձ այդ օրինակն եմ բերում, ըստ եմ կատարվել է մեր հարևաններից մեկը ինձ զանգեց, ասեց հայ կարծես սրտի կաթված եմ ստանում, heart attack ունեմ, կարաս ինձ հիվանդանոց տանես, ասեցի սիրով, պարոն ջան, Հովանես էր անունը, գնացի ու ավտոյով վերցրեցի, սմարթը շատ վատ էր, ասեց արագ քշի, չեմ հասցնում։ Գնում ենք հիվանդանոց։ Հիմա մի բան է, stop sign կա եւ այլն, ինչ անես։ Որն է կարևոր, մարդու կյանքը այս դեպքում, թե այդ stop sign-ները, որ երեկո էր, գիշերում շատ ավտո էլ չկա։ Ես նախընտրեցի մարդու կյանքը։ Եվ բաներ կա, որ արագ հասցրեցի այդ մարդուն ու մի անգամից իրան տարան մցրեցին ներս եւ իրապես սրտի կաթված էր ստանում մարդը։ Սո նույնը էս պարագանա, եթե մենք մարդկային օրենքի տառակերության գնանք, տառի հետևից միայն անենք, մենք կորցնելու ենք ամեն ինչ ու դրա համար է Տերը ասում, շաբաթ օրը մարդու համար է եւ ոչ թե մարդը շաբաթ օրվա համար։ Շատ հաճախ մենք դառնում ենք օրենքի գերին։ Եվ ինչ էր շաբաթի իրական իմաստը, ժողովուրդ։ Ինչու Աստված ասեց մի օր ինձ թող, որովհետև երբ որ մարդ 6 օր անընդհատ կենցաղի մեջ է, աշխատանք տուն, աշխատանք տուն, աշխատանք տուն, աշխատանք տուն, աշխատանք տուն, աշխատանք տուն, մարդը սկսում է արդեն կորցնել ավելի կարևոր է, միայն կենցաղ է տեսնում։ Դրա համար ասեց Աստված կենցաղից մի պա դուրս արի մարդ։ Եվ հասկացի, որ մենակ աշխատանքն ու տունը չի, ես էլ կամ, այդ օրը ինձ նվիրի։ Ինքը վեր բարձրացի կենցաղից, բայց ինչ արեցին հրեաները, իրենք ավելի կենցաղի մեջ մտան, ինչու, ինչի նկատի ունեմ, և միշտ ես օրինակն եմ բերում, ու վստահ եմ շատերս տեսել ենք, երբ որ այս Թալմուդը եղավ, ամեն ինչ regulation-ների մեջ դրվեցին, ու նույնիսկ այստեղ ես դրել էի ուղղակի հիմա չեղավ, վերելակը կա, elevator-ը կա, շաբաթ օրը elevator-ը ամեն օր կանգնում է, որպեսզի մատը չսեղմես կոճակին, որտեղ դա գործ է, իսկ եթե դա գործ է, դա մեղք է։ Եվ ինչ է դուրս գալիս, փաստորեն Աստված ինչի շաբաթը բերեց, շաբաթը բերեց, որ մարդը կենցաղից վեր բարձրանա, բայց հրեաները ավելի մխրճվեցին կենցաղի մեջ,
ու իրենց համար օրենքներ դրեցին շաբաթը ինչ կարող ես անել, ինչ չես կարող անել ու միջև օրս։ Ու հիմա գալով մեզ, ոչ թե միայն դիմացինին, այսպես ասած, փորձենք արժևորել կամ, այլ մեզ, արդյոք մենք նույնձև չենք ապրում։ Արդյոք մեր կյանքում երկրորդական ավելի կարևոր չի, քան Աստված։ Արդյոք ինչքանով է Աստված իմ կյանքում, ինչքան է կենցաղը իմ կյանքում, որովհետև շատ բարձ օրինակ բերեմ, մի փոքրիկ կենցաղային խնդիր անում, տրամադրություններից գցում ենք, բայց երբ որ լուրջ մեղք են գործում, հաճախ այդքան էլ չենք էլ կարևորում։ Սո դրա համար այստեղ է այս պարագան։ Արդյոք ես շաբաթվա տերն եմ, թե շաբաթն է իմ տերը։ Իսկ վերջին նախադասությունը 28-ի մեջ, երբ որ Քրիստոս ասում էր հետևյալն էր ասում, ապա ուրեմն մարդու որդին տերն է եւ շաբաթ օրվա։ Այստեղ Քրիստոս լրիվ ուրիշ կոնցեպտ է բերում, որ ես Աստված եմ։ Որովհետև եթե կհիշեք շաբաթ օրը Սուրբ պահիր պատվիրանը տասնաբանյայի մեջ է։ Եվ տասնաբանյայի տվողը օրը Աստված էր։ Ելից 20-ում ենք ընթերցում։ Եվ հիմա Քրիստոս ասում է, որ ես ինքս շաբաթի տերն եմ։ Այսինքն ես Աստված եմ։ Եվ հետաքրքիր է այստեղ մի շատ կարևոր բան, որ Դանիել բողոքական հրատարակության մեջ Դանիել 7, մեր հայկական Աստվածաշնչի մեջ Դանիել 8։ Այստեղ խոսվում այն մասին, որ մարդու որդի գաղափարն է շատ կարևոր, կարծեմ ես մեկն եմ այսրով, մայկրոֆոնը չի։ Մարդու որդի գաղափարն է շատ կարևոր, որովհետև Դանիելը ասում է, ես տեսիլք տեսա, որ մարդու որդին իջավ եւ ասում է ինքը տերն է ամբողջ տիեզերքի ու ասում է ես սարսռացի։ Մերով Դանիել 8:13-ից է սկսում բողոքականյան հրատարակության մեջ Դանիել 7:13-ից։ Եվ ամեն անգամ Քրիստոս մարդու որդի տերմինն էր օգտագործում, մեր մոտ սխալ ընկալում կա։ Մեզ թվում է, երբ որ Քրիստոս ասում է մարդու որդի, իրեն մարդ է տեսնում, բայց մարգարեական գրականության մեջ մարդու որդի արտահայտությունը Քրիստոսի Մեսիայի մասին էր, որ Դանիելն էր սա տեսել եւ Դանիելն էր սա ցույց տալ ու դրա համար է որ հետագայում նաեւ Քրիստոսին պիտի խաչեն, որովհետեւ ինքն իրեն մարդու որդի էր կոչում եւ դրա ցույց էր տալիս, որ ինքն Աստված է։ Ուրեմն մարդու որդին հրյայի համար, այսօր մեր համար չէ, հրյայի համար, օրենքը իմացող հրյայի համար շատ հստակ էր, որ վերաբերում էր Աստծու որդուն, մեկին, որը պիտի տիրի աշխարհին եւ որի թագավորությունը Դանիելն ասում է վերջ պիտի չունենա։ Ուրեմն սա էլ վերջի համարն էր եւ ուզում եմ երկու բանով այստեղ ավելացնել, որ այս կոնտեքստը բանալի բառերի մեջ նախ եւ առաջ ամենից կարեւոր բառը նոր բառն էր, որ 6 անգամ հնչվեց։ Նոր բառ։ Հին բառն էլ կար 3 անգամ, շաբաթ բառը կար 3 անգամ։ Աստծո տուն բառը կար, որ շատ կարևոր է, ես չանդրադարձա, բայց ուզում եմ 1-2 բառով էլ սա ասեմ, որ ցույց էր տալիս, որ Քրիստոս երբեք տաճարը չանարգեց, եկեղեցին չանարգեց, եւ դրա համար էր իր կոնտեքստի մեջ ասում, չեք կարդացել, որ Աստծո տան մեջ քահանաները գնացին եւ ասենք ընտեղին եւ հացը կերան։ Քրիստոս երբեք տաճարը չի անարգել։ Ընդհակառակը Քրիստոս անընդհատ տաճարը կարևորեց։ Եվ դրա համար երբ որ մարդիկ եկեղեցին ու տաճարը երկրորդական են տեսնում կամ անկարևոր են տեսնում, սա լրիվ հակառակն է Քրիստոսի ուսմունքի։ Դրա համար եթե կհիշեք, նույն Քրիստոսն ինչ էր անում, երբ որ վերցրեց չվանը եւ մաքրեց ժողովրդին ու ասաց գրված է իմ տունը աղոթքի տուն պիտի լինի, իսկ դուք այն դարձել եք ավազակների որջեր։ Նորից խոսեց այն մասին, որ Աստծո տունը տաճարն է, կամ երբ որ մենք ընթերցում ենք Ղուկասի ավետարանում, երբ որ իր հորն ու մորը ասում էր ինչի եք ինձ ուրիշ տեղ փնտրում, չգիտեք, որ ես իմ հոր տան մեջ պիտի լինեմ։ Ուրեմն սա շատ կարևոր է, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Կարևոր է, որ հասկանանք, որ եւ տաճարը Եվ այս դեպքում Աստծո տուն գաղափարը խիստ կարևոր են, որովհետև Աստծո տունը ինքը օծված տունն է ու դրա համար մենք ընթերցում ենք, երբ որ ասում է ինչ եղավ, երբ որ Սողոմոնը Աստծո տաճարը օծեց, ասում է Սուրբ Հոգին լցրեց Աստծո տաճարը։ Եվ հենց սա է, որ մենք պատկառանք ունենանք եկեղեցիների հանդեպ, Աստծո տան հանդեպ, որը որ մեր տունն է։ Իսկ ինչ կարող ենք վերցնել այսօրվա նյութից, հոգևոր վերլուծում ինչ կարող է լինի, նախ այն, որ Քրիստոսին փորձենք տեսնել իբրև մեր Տերն ու Փրկիչը, իբրև Փեսան,
Փեսան, որը որ մեր ուրախության նախապայմանն է։ Եթե Քրիստոսին ունենք մեր կյանքում, մենք ուրախ ենք, բայց որպիսի Քրիստոսին ունենանք մեր կյանքում, մենք պիտի նորոգվենք։ Մենք պիտի դառնանք նոր մարդ, դառնանք նոր տիկ, դառնանք նոր զգեստ, որպիսի նորը մեր մեջ բնակվի։ Եվ ընթացքում հասկանանք, որ մենք ունենալու ենք մարդիկ, ովքեր մեզ անընդհատ բամբասելու են, անընդհատ մեզ նեղացնելու են, անընդհատ մեզ հարվածելու են, բայց միևնույնն է, Քրիստոսով ու մանավանդ Սուրբ գրքերի իմացությամբ, որտեղ Քրիստոս մեջ էր բերում Սուրբ գրքերը, մենք կարողանալու ենք հաղթահարել ու հասկանալ, որ Քրիստոս մեզ եկավ ազատել օրենքի տառից, եւ մենք չմտնենք օրենքի տառի մեջ, այլ ազատ լինենք, որտեղ Քրիստոսի ավետարանը ազատություն է, եւ հասկանանք, որ ինքը նույն օրենքի տերն է, նույն շաբաթի տերն է, ու նաեւ ինքը իրապես մարդացած Աստված է, որին փառք հավիտյանս ամեն